Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ ինձ հետ, երբ որ ես միտեղ պիտի գնայի ծառայելու, եկեղեցու ծառայողը ասեց մի ընտանիք է գալու, քեզ հետ ծանոթանա ու իրենց համար աղոթելու ենք։ Նրանք միայն իքական սեռի ներկայացուցիչներով են, ասեց, որովհետև նրանց ընտանիքում այլևս տղամարդ չկա, բոլորը զոհվել են։ Ամուսին, եղբայր, զավակ, դուք չեք պատկերացնում այդ ժամանակ ես ինչ վիճակի մեջ ենք, ասի, ես ինչ եմ ասելու այդ մարդկանց։ Գիտեք, որպես ծառայող եղել է, որ գնում ենք սքո սրահները, մարդկանց սքին ենք մասնակից լինում, մարդկանց մխիթարում ենք, բարձրացնում ենք, խոսում ենք, Աստված առաջնորդում է, ինչ որ մի բան խոսում ես ու մարդը լինում է բժշկված, մխիթարված, բայց սա այդ պարագան չի։ Սա այդ դեպքը չի, որ ես ինչ որ մի բան խոսեմ, ինչ խոսեմ։ Հայերենի մեջ բառապաշարից ինչ բառեր ես գտնեմ, այդ մարդուն ասեմ։ Ոչ մի բան է դա։ Այդ ժամանակ ապավենս մենակ Տերն է, ասում Տեր, դու ես իմ ապավենը, ուրիշ մեկը չունեմ։ Դու առաջնորդիր, արդեն պիտի առերեսվես, ուզես չուզես։ Երբ որ ծառայությունը վերջացավ ու ես պիտի մոտենայի արդեն հերվից սիրտս ճմլվեց, իրենց տեսքին նայելուց, մոտեցա ու ձեռքս դրեցի, Աստված առաջնորդեց, որ ձեռքս դնեմ ուղղակի այդ մարդկանց վրա, ու գիտեք ինչ անեմ, ուղղակի աղոթեմ, ասեմ Տեր Աստված, թող իրենք հենց հիմա երկինքը զգան։ Թող հենց հիմա երկինքը քեզ ճաշակեն, հիմա քեզ զգան իրենք։ Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ես չեմ ուզում խոսեմ մարդկայնորեն։ Իմ խելքից չեմ ուզում խոսեմ, որովհետև անիմաստ է։ Ու ես զգացի ինչ որ զորություն մխրճվեց նրանց մեջ, որովհետև ես չեմ անողը, այլ Տերն է։ Տերը կարա անի ամեն բան։ Այո, մենք աշխարհում ենք ապրում, ամեն վարքյան մարտահրավերներ, ամեն վարքյան հնարավոր է կորուստներ եւ այլն, բայց մենք Աստված ունեցող մարդիկ ենք, պետք է Աստծո ժողովուրդը տարբեր լինի ոչ Աստծո ժողովրդից։ Ամեն։